Ողջույն ընկերներ, եկեք միասին պատրաստենք խաղողի տերև ձմռան համար, հարմար և ապահով տարբերակով։ Եվ այսպես տերևները նախապես լվանում ենք, ես հատ առ հատ լվացել եմ հոսող ջրի տակ։ Այնուհետև դասավորում ենք սրբիչի վրա և թողնում ջրքանվեն, որից հետո թողնում ենք 1 օր սենյակային ջերմաստիճանում, որպեսզի փափկեն և նրանց հետ աշխատելը հարմար լինի։ Որից հետո սկսում ենք դասավորել տերևները, մոտավորապես 10-10 հատով դասավորում ենք իրար վրա, պոչերի հատվածները կտրում ենք ըստ անհրաժեշտության կամ ըստ ցանկության և ծալում ենք, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Խորհուրդ եմ տալիս բոլորը միանգամից նախապատրաստել, քանի որ հետագա փուլը շատ արագ է իրականանում և դասավորելու ժամանակ չեք ունենում։ Այս ընթացքում կաթսայի մեջ ջուր ենք լցնում և դնում կրակին։ Հենց ջուրը սկսում է եռալ, տերևները ընկղմում ենք ջրի մեջ, թողնում ենք, որ տերևները փոխեն իրենց երանգը և հանում ենք ջրից։ Եվ որպեսզի ձեզ մոտ էլ տերևները ջրի մեջ ընկղմելուց հետո չբացվեն, ընկղմում ենք ջրի մեջ, պահում ենք մի քանի վայրկյան սեղմած վիճակում և նրանք այլևս չեն բացվում։ Թողնում ենք տերևների մի կողմը փոխի երանգը, ապա շրջում ենք մյուս կողմ։ Մյուս կողմն էլ է փոխում երանգը, որը տեղի է ունենում հաշված վայրկյանների ընթացքում և անմիջապես հանում ենք ջրից։ Դնում ենք քամիչի վրա, որպեսզի ջուրը արտահոսի և շարունակում ենք մյուս տերևները խաշել նույն կերպ։ Ամբողջ պրոցեսը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Ամբողջը նախապատրաստելուց հետո թողնում ենք տերևները հովանան մի քանի րոպե, որպեսզի ձեռքերը չայրվեն նրանց հետ աշխատելիս և սկսում ենք փաթաթել։ Ծալում ենք եզրը, որպեսզի երկարությունը համապատասխանի մեր տարաների բարձրությանը և փաթաթում ռուլետի նման։ Ես բաղադրացնելու եմ կես լիտրանոց տարաների մեջ։ Տարաները նախապես լվանում և ստերիլիզացնում ենք հարմար տարբերակով, կափարիչները ևս ստերիլիզացնում ենք։ Այնուհետև փաթաթված գլանակները դասավորում ենք տարաների մեջ։ Ես յուրաքանչյուր տարայի մեջ 6-ից 7 գլանակ եմ դասավորում։ Ահա այսպես դասավորում ենք մյուս բոլոր տարաները։ Նախապես չեմ կշռել, թե ինչքան տերև ունեմ, բայց ինձ մոտ ստացվել է 4 տարա, յուրաքանչյուրում 6-ից 7 գլանակ, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր 10-ից 12 տերևից։ Յուրաքանչյուր կես լիտրանոց տարայի մեջ լցնում ենք 1 լիքը թեյի գդալ աղ, այնուհետև եռման ջուր ենք լցնում մինչև տարայի եզրը և անմիջապես փակում։ Ծածկում ենք սրբիչով, որպեսզի աստիճանաբար հովանան տարաները և կարող ենք տեղափոխել մառան։ Ահա այսպիսի հեշտ ու արագ տարբերակով ստանում ենք որակյալ պահածո։ Դե ինչ, բոլորիս խաղաղ ձմեռ։